Խոսափողի մոտաթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Նման միջոցառումներ մի քանի անգամ անցկացվել են։ Տարբեր երկրներից միջազգային փորձագետների մեծ խումբ է այցելում Ադրբեջան համաշխարհային օրակարգի կարևոր խնդիրներ լուծելու համար։ Այս մասին նախագահ Իլհամ Ալիևը ասել է ԱԴԱ համալսարանում ընթացող «Դեպի նոր աշխարհակարգ» խորագրով միջազգային ֆորումում։ Նախագահի խոսքով այս բոլոր այցելությունները օգնում են ավելի լավ ճանաչել Ադրբեջանին եւ զգալ երկրի զարկերակը։ Ադրբեջանի պատմական տարածքների ազատագրումից հետո միջազգային փորձագետների պարբերաբար այցելությունները ազատագրված տարածքներ իհարկե ավելի շատ տեղեկություններ են տալիս մեր երկրի պատմության, հակամարտության պատմության, Ադրբեջանի ներկայիս իրողությունների մասին, նշել է պետության ղեկավարը։ Ադրբեջանը բազմաթիվ երկրների հետ ռազմավարական գործընկերության հռչակագրեր է ընդունել։ Այսպիսով, արդեն ստեղծված այս հարթակը մեզ թույլ է տալիս կարևոր դեր խաղալ որպես աշխարհագրական, քաղաքական, տնտեսական եւ տրանսպորտային կամուրջ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի եւ Եվրոպայի միջեւ։ Իհարկե, այս տարածաշրջանի հետ երկարաժամկետ համագործակցություն ծրագրելիս բավական է նայել քարտեզին, հասկանալու համար, որ Ադրբեջանին հնարավոր չէ անտեսել։ Թեև Եվրոպայում կային այնպիսիք, ովքեր կնախընտրեին անջատել Ադրբեջանը ոչ միայն այս գործընթացից, այլև բաժանարար գծեր գծել Կովկասում, հատկապես Հարավային Կովկասում։ Սակայն նման փորձերը դատապարտված են ձախողման, ընդգծել է պետության ղեկավարը։ Աբու Դաբիում Ադրբեջանի արտգործնախարար Ջեհուն Բայրամովը հանդիպել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սահարիի հետ։ Ինչպես հայտնել են արտգործնախարարությունից, հանդիպմանը քննարկվել են երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային իրավիճակը։ Կողմերը քննարկել են քաղաքական, առևտրային, տնտեսական, ներդրումային եւ հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։ Նշել են համատեղ միջկառավարական հանձնաժողովի դերը եւ ընդգծել փորձի փոխանակումը բարձր տեխնոլոգիաների, առողջապահության եւ կրթության ոլորտներում։ Ջեհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը աջակցում է Մերձավոր Արևելքում խաղաղության եւ կայունության հաստատմանը, Իսրայելը Պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի հիման վրա։ Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի գործողությունները կապված են Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման Ադրբեջանի պայմանների կատարման հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Չաղրի Էրհանը Ղարաբաղի համալսարանում դեպի նոր աշխարհակարգ թեմայով անցկացվող ԱԴԱ-ի 7-րդ քաղաքական ֆորումում։ Նա ընդգծել է, որ Անկարայի եւ Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է այն դեպքում, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը եւ ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Եվրախորհրդի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Մայքլ Օֆլաերտի ԵԽԽՎ-ում հայ պատգամավորների հարցերին ի պատասխան արված հայտարարությունները ցույց են տալիս, որ նա բացարձակապես անտեղյակ է քննարկվող հարցերի էությանը։ Այս մասին ասվում է Արևմտյան Ադրբեջանի համայնքի մեկնաբանության մեջ։ Մայքլ Օֆլաերտին խոսում է ադրբեջան հայերի վերադարձի մասին, սակայն անտեսում է արևմտյան ադրբեջանցիների իրենց պապենական հողեր Հայաստան վերադառնալու հարցը։ Այս կապակցությամբ մենք կոչ ենք անում գերագույն հանձնակատարին պատանդ չդառնալ երկակի ստանդարտների քաղաքականությանը, որը խորապես արմատավորված է մի շարք արևմտյան կառույցներում։ Ավելին, գերագույն հանձնակատարը պետք է բացատրություն պահանջի Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից ադրբեջանցիների արտաքսման վերաբերյալ իր հայտարարության համար, ասվում է մեկնաբանության մեջ։ Ադրբեջանը վճռական է միջազգային ասպարեզում Չինաստանի հետ համագործակցությունն ամրապնդելու, երկու երկրների ընդհանուր շահերը համատեղ պաշտպանելու եւ տարածաշրջանային եւ գլոբալ խաղաղությանը, կայունությանը եւ զարգացմանը համատեղ նպաստելու հարցում։ Այս մասին ասված է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հոդվածում, որը հրապարակվել է չինական GGTN միջազգային լրատվական հեռուստալիքի կայքում։ Մենք վճռական ենք ամրապնդելու մեր համագործակցությունը միջազգային հարցերում,
Համատեղ պաշտպանել մեր երկրների ընդհանուր շահերը եւ համատեղ նպաստել տարածաշրջանային եւ գլոբալ խաղաղությանը, կայունությանն ու զարգացմանը։ Արդյունքում ռազմավարական գործընկերության հռչակագրում ներառել ենք միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքը, ներքին գործերին չմիջամտելը, որոնք միշտ կարեւոր են եղել մեր երկրների համար, ասել է նա։ Փոխնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը միշտ աջակցել եւ աջակցելու է մեկ Չինաստան քաղաքականությանը։ Ապրիլի 8-ին Խանքենդի քաղաքում կայացել է ԱԴԱ-ի 7-րդ քաղաքական ֆորումը դեպի նոր աշխարհակարգ թեմայով, որը կազմակերպվել է ԱԴԱ համալսարանի եւ միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի կողմից։ Ֆորումին մասնակցել են ավելի քան 80 միջազգային փորձագետներ եւ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ 44 երկրներից։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը կարևոր եւ դրական քայլ է։ Այս մասին Խանքենդիում հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Ջեյմս Շարփը։ Դիվանագետը մասնավորապես ընդգծել է համաձայնությունը խաղաղության պայմանագրի տեքստի վերջին երկու կետերի շուրջ։ Հիմա հիմնական հարցն այն է, թե երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Հայաստանը ցանկանում է հիմա ստորագրել համաձայնագիրը, սակայն Ադրբեջանը հասկացրել է, որ նախ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Հայաստանի սահմանադրության մեջ եւ համաձայնության գալ ԵՀԿ-ի Մինսկի խմբի հետ կապված հարցերի շուրջ, նշել է նա։ Շարփը հավելել է, որ հասկանում է Ադրբեջանի տվյալ պահանջը, բարդ անվանելով այդ հարցը։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@mail.ru։ Սպասում ենք ձեր նամակների։